Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին առաջին լրատվականը կզրուցի Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Մեր զրույցի թեման լինելու է գլխավոր դատախազի նշանակումը, ինչպես գիտեք, Արթուր Դավթյանն արդեն իսկ նշանակվել է գլխավոր դատախազի պաշտոնում, խորհրդարանում նրա օգտին է քվեարկել 97 պատգամավոր, ներկա 103 պատգամավորներից։ 3 անվավեր քվեաթերթիկ է եղել, 3-ն էլ դեմ են քվեարկել։ Պարոն Սաքունց, նոր դատախազը Արթուր Դավթյանն իրեն խոցելի չի համարում, նշում է, որ անգամ հարսնաքարի գործն իրեն խոցելի չի կարող դարձնել, մի կողմից էլ հայտարարում է, որ կոռուպցիայի դեմ է պայքարելու, ունենք նաև հայտարարություն, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան նրա կողմից հնչեցված, ընդհանուր առմամբ այս նշանակումով ինչ փուլ ենք մտնում եւ ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։ Բնականաբար որևէ ակնկալիք ունենալ չենք կարող եւ արդեն գլխավոր դատախազը շատ ճիշտ է արտահայտում, որ ինքը անխոցելի է, որովհետև ըստ էության ունի ազգային ժողովի բացարձակ մեծամասնությունը, որտեղ ներկա պատգամավորների կարելի ասել բացարձակ մեծամասնությունը բացառությամբ 3 պատգամավորի կողմ են քվեարկել այս իր թեկնածությանը, չնայելով այն հանգամանքին, որ ինքը հարսնաքարի գործով մեղադրող դատախազն է եղել, այսինքն ինքը անմիջական պատասխանատվություն ունի հարսնաքարի գործով ոչ պատշաճ քննությանը եւ ավելին նաեւ իշխանության պատվերի կատարմանը եւ ինձ համար ճիշտ ասած արդեն զարմանալի չէ, որ նման հանգամանքները որևէ նշանակություն չունեն պատգամավորների համար, հատկապես ոչ իշխանական կուսակցության անդամ պատգամավորների համար քվեարկության իրենց ընթացքում։ Այդ առումով իհարկե ինքը կզգա իրեն անխոցելի, բայց այստեղ նաև մյուս հարցն է։ Արդեն նախկին գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանը նույնպես բավական մեծ ձայներով, 101 ձայն ստացավ եւ նա նույնպես թվում էր անխոցելի պետք է լինի, բայց տեսանք, որ այս երկրում որովից է մեկը երաշխիք չունի, որ ոչ մի անգամ չի խոցվելու եւ ցավոք սրտի այդ ճակերտավոր խոցված լինելու հանգամանքը ոչ թե պայմանավորված է մասնագիտական կարողությունների թերացումներով կամ քրեական գործերի ոչ պատշաճ հսկողությամբ, ընդհանրապես դատախազական գործառույթների ոչ պատշաճ իրականացմամբ, այլ ավելի շուտ կախված է եւ կամ պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս նշանակումը, որովհետեւ եթե հիշում եք նախորդ անգամ Գևորգ Կոստանյանը մինչ գլխավոր դատախազի ուրեմն թեկնածությունը գնալը նախապատրաստվեց նրա մուտքը դեպի դատախազական համակարգ, նշանակելով զինք դատախազ։ Այս դեպքում նման նախապատրաստական, փուլ, որ կարծես թե ինքը չանցավ եւ թեկնածության առաջադրումը Սերժ Սարգսյանի կողմից պետք է ես պայմանավորվեմ եւ համոզված եմ, որ դա պայմանավորված է զուտ սուբյեկտիվ մոտիվներով եւ գուցե նաեւ կարող են ունենալ ընկերական հարաբերություններ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, ուրեմն այս նոր գլխավոր դատախազը, կունենա, եթե մի քիչ էլ խորանան կամ փորփրեն, եթե դա ինձ իհարկե չի հետարկում, բայց այնուամենայնիվ որ համոզվելու համար։ Բայց ինձ մի բան է հետարկում, լավ ենթանենք նախորդ դատախազին, այդպես գլխավոր դատախազին ձայների բացարձակ կարելի ասել մեծամասնությամբ քվեարկեցիք, բայց նույն քվեարկողները որևիցե մի պարզաբանում, բացատրություն, ինչու չեք պահանջում, թե ինչու հեռացվեց նախկին գլխավոր դատախազը։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ միայն առաջարկողի պատասխանատվության մասին է խոսքը, թե ինչ հիմքերով կամ ինչ շարժառիթներով է այս կամ այն մարդուն։ Խորհրդարանում առնվազն փակ քվեարկություն խորհրդակցություն պիտի լինի։ Գիտեք, նախորդ դատախազը հրաժարականն է տալիս, ազգային ժողովը, որը քվեարկել է, վերջին հաշվով ինքն է, չէ, հաստատում։ Այսինքն ի վերջո ինքը կարող է եւ մերժել, բայց ինքն է հաստատում, այսինքն տվել է համաձայնություն, նշանակողը եղել է ազգային ժողովը։ Ձեր նշանակած մարդը հեռանում է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։ Չեք պահանջում այդ մարդուց գա ազգային ժողովի առջև, թե ինչով է պայմանավորված այդ սեփական դիմումի հիման վրա հրաժարականի ուրեմն այդ դիմումը, վերջնաշով նաեւ բացատրություն պահանջել։
Գուցեև ինչ-որ գործոններ կան, որոնք ազդել են այդ մարդու հրաժարականի դիմումի վրա։ Եվ եթե այդ գործոններ կան, կարող է վերջին հաշվով դուք չեք ուզում իմանալ այդ գործոնները ինչպիսին են, որպեսզի հաշվի առնեք նաև նոր գլխավոր դատախազի նշանակման կամ նրա գործունեության ժամանակ, որ այդ գործոնները չազդեն նաև նոր գլխավոր դատախազի, ուրեմն գործունեության կամ հնարավոր հեռացման վրա։ Այնպես որ այստեղ ես ազգային ժողովի այդ բացարձակ մեծամասնության քվեարկությունը համարում եմ բացարձակապես անպատասխանատու վերաբերմունք իր նշանակումների, իր քվեարկությունների նկատմամբ։ Մի շարք աղմկահարույց արդեն իսկ գործեր կան, որոնց, այսպես ասած, պետք է հետևի դատախազությունը, իր գործառույթները նաև կատարի դատախազական, մասնավորապես Սասնածռերի հետ կապված գործն է, Պերմյակովի պատժի հարցը, դեռևս պատժի կրման հարցը դեռևս չի լուծվել, հա, այսինքն Հայաստանում պիտի պատիժը կրի, Հայաստանից դուրս պիտի պատիժը կրի, այս հարցերով ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նոր դատախազում։ Որևէ ակնկալիք չպետք է ունենալ, որովհետև նման հարցերի լուծումը ոչ թե գլխավոր դատախազի գործառույթների մեջ է ընդգրկվում, չնայած օրենքով է սահմանված պետք է մտնի, այլ դա քաղաքական որոշումների արդյունքում միայն գլխավոր դատախազը պետք է կատարի։ Այնպես չի, որ գլխավոր դատախազը ինքնուրույն կարող է օրենքով եւ սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունները ամբողջ ծավալով կատարի։ Հասկանանք, եւ այդ առումով իհարկե փոքր ինչ ստել է գլխավոր դատախազը, որ ինքը խոցելի չէ։ Ինքը առաջին հերթին խոցել է հենց Բաղրամյան 26-ից։ Ինքը խոցել է հենց քաղաքական իշխանության որոշումներով։ Ինքը խոցելի չէր լինի, եթե ինքը պաշտպանված լիներ օրենքով։ Եվ այն արտահայտությունը, որ ինքը կատարել է, որ քաղբանտարկյալներ չկան, առնվազն ես գլխավոր դատախազին եւ Եվրոպայի խորհրդի անդամ պետության գլխավոր դատախազին կառաջարկեի նախ եւ առաջ կարդալ ընթերցել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտնի բանաձևը, որում սահմանվում են այն չափորոշիչները, որի հիման վրա կարող են որակել անձը քաղաքական բանտարկյալ է կամ քաղաքական հետապնդման զոհ է հանդիսանում, թե ոչ։ Իսկ եթե փոքր ինչ ջանք գործադրել եւ կարդալ այդ փաստաթուղթը, ապա ինքը կհամոզվի, որ Շանթ Հարությունյան եւ ընկերները քաղաքական բանտարկյալներ են միանշանակ հանդիսանում, քաղաքական բանտարկյալ է հանդիսանում Վալոդիա Ավետիսյանը, քաղաքական բանտարկյալ է հանդիսանում Հայկ Գյուրեղյանը, քաղաքական բանտարկյալ է հանդիսանում այս պահին Անդրեաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, որոնք գտնում են անազատության մեջ։ Այսինքն սա նույնպես խոսում է այն մասին եւ ապացուցում է եւ հիմնավորում, որ գլխավոր դատախազը լավ էլ խոցելի է եւ իր խոցելու խոցման հիմնական աղբյուրը հանդիսանում է քաղաքական իշխանությունը, որից առանց որի Ինչ քայլեր պիտի կատարի, որ ապացուցի, հա, որ ինքը խոցելի չէ, որ կարող է իր նշված առաջնահերթություններով զբաղվել, հա, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարել, մարտի 1-ի գործը որպես առաջնահերթություն, հա, նաև դիտար։ Գիտեք, նոր գլխավոր դատախազը Ամերիկայի Միացյալ Նահանգներից չի եկել կամ ոչ էլ Մարսից է իջել, հա, որ բոլորին անծանոթ է Հայաստանի Հանրապետության իրականությանը կամ ծանոթ չէ լրատվական միջոցների նյութերին եւ այլն։ Առնվազն վերցնում է օրինակի համար հետաքննող լրագրողների կայքեջը, կարդում է, ընթերցում է եւ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա քրեական ուրեմն հետապնդման համար բավարար հիմքերով այդ բոլոր հոդվածների հիման վրա քրեական գործ է հարուցում եւ հանձնարարում է համապատասխան քննչական մարմնին քննություն իրականացնել։ Սա մեկ։ Երկրորդը անհապաղ նա պետք է միջոցներ ձեռք առնի, իրավական միջոցներ պահանջելու, որպեսզի Պերմյակովը ռուսական բազայի հսկողությունից հանձնվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողության եւ դրա համար համապատասխան միջնորդությամբ ինքը հանդես գա։ Այս պայն քանի որ գործը գտնում է դատական փուլում, ուրեմն նաեւ դատարանում դատախազության ներկայացուցիչը, որը մեղադրանքը պաշտպանողն է, հենց ինքը պետք է մեղադրող որպես դատախազ, հա, միջնորդությամբ հանդես գա դատարանի, որ դատարանը որոշում կայացնի, Պերմյակովը անհապաղ ուրեմն ռուսական կողմից, հա, նրանց հսկողությունից հանձնվի հայկական կողմին։ Անհապաղ պետք է ուրեմն միջնորդությամբ անհապաղ ինքը պետք է որոշում կայացնի եւ դադարեցնի հետապնդում Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ, Շանթ Հարությունյանի ընկերների նկատմամբ։ Եվ ընդհանրապես ես մի հատ այսպիսի մի առաջարկություն էլ անեմ, գուցե եւ թվում է թե շատ իդեալիստական է։ Եթե գլխավոր դատախազը որևիցե անգամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ոչ միայն ներկա արդեն ընտրված կփորձի աշխատել օրենքով, ապա նա պետք է անպայման ստեղծի փորձագիտական խումբ դատախազության եւ վերանայման հնարավորություն տա,
բոլոր դատապարտվածներին անկախ քաղաքական ուրեմն հետապնդման հետևանքով են ուրեմն նրանք դատապարտված կամ ազատազրկված թե ոչ։ Այսինքն մարդիկ ընդհանրապես մեղադրական եզրակացությունները, որոնք կազմվել են եւ որոնց հիման վրա դատարանները մարդկանց մեղավոր են ճանաչել, այդ բոլոր գործերով կա հիմնավոր կասկած, որ դրանք չեն համապատասխանում մեղադրանքի ծավալը չի համապատասխանում մարդու արարքին, սա մեկ, պատժի չափը չի համապատասխանում մարդու ուրեմն արարքին, անհամաչափ պատիժներ են դեղում, իսկ որոշ դեպքերում ընդհակառակը պետք է պատիժը ավելի խիստ լինի, որովհետև մարդիկ առանց որևիցե հիմնավորման, հա, նաև ազատության մեջ են հայտնում։ Այսինքն ընտրովի արդարադատության այդ խնդիրը, որպես համակարգային խնդիր, պետք է լինի գլխավոր դատախազի հիմնական ուրեմն մտահոգող հարցերից մեկը։ Իհարկե ինքը եւ պետք է ակնհայտ գործողություններ կատարի, որպեսզի օրենքի առջև բոլորը հավասար պատասխանատվության ենթարկվեն եւ առաջի հերթին ուրեմն այն մարդիկ, որոնք ընդգրկված են մարտի 1-ի հանցագործության մեջ։ Ինքը հայտնում է, որ մարտի 1-ը իր առաջին դե եթե մարտի 1-ը քո առաջին հարցն է, ուրեմն անհապաղ միջոցներ ձեռնարկի, ուրեմն 2008 թվականի մարտի 1-ին այդ ժամանակվա Հայաստանի Հանրապետության վարչապետ, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ, գլխավոր դատախազ, քննչական մարմինների ղեկավարներ, ոստիկանության ղեկավարներ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, հա, այս ամեն մարդկանց ուրեմն պետք է հարցաքննության կանչես։ Ռազմական ոստիկանության պետ, որոնք այդ ժամանակ պաշտոնատար անձիկ են եղել եւ անմիջականորեն մասնակցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ պետական ահաբեկչությանը, որի հետևանքով առնվազն 10 մարդ մահացել է։ Խնդրեմ, օրենքի հստակ նորմերով պետք է շարժվես։ Անելու է դա, վստահեցնում չի անելու։ Հերթական անգամ ուղղակի խոսքեր էր, որ արտասանվեց ցույց տալու համար եւ չգիտեմ, գոնե իր օկտին քվեարկողների համար լեգիտիմացնելու նրանց քվեարկությունը։ Կոստանյանը հրաժարականը պատճառաբանում էր առողջական խնդիրներով, հա, հիվանդությամբ էր պատճառաբանում։ Չնայած դրան զուգընթաց նաև հնչում էին տեսակետներ, որ մեծամասամբ պայմանավորված է նաև Սասնա ծռերի գործերի հետ, հա։ Կոստանյանը բժշկի թուղթ չի ներկայացել, որ առողջական խնդիրներ ունի, եւ մենք որևիցե մեկս չենք տեսել որովհետեւ բժշկական եզրակացություն Կոստանյանի առողջական խնդիրների մասին եւ հիմնավոր կասկած ունեմ ես օգտագործում եմ անդադ դատախազության տերմինները, որ դա չի համապատասխանում մեղմ ասած իրականությանը, որ նա առողջական խնդիրների հետևանքով է ուրեմն հեռացել է իրեն առաջադրողը Սերժ Սարգսյանը։ Իսկ թե ինչու դա կարող է լինել ամենաշատ սուբյեկտիվ ուրեմն նաև պատճառներով, հա։ Այս դատախազի առողջական խնդիրները կարծես թե նորմալ է, չի բողոքում, բայց դա էլ չի երաշխիք, որ ինքը նույնպես չի հեռացվի, եթե իրեն չպահի այնպես, ինչպես ասենք թե հարկն է, հա, պահանջների շրջանակում։ Ի վերջո նույնիսկ գիտեք, ամենաանձեռնմխելի մարմինը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է օմբուդսմենի ինստիտուտը, մարդու իրավունքների պաշտպանը։ Եթե մարդու իրավունքների պաշտպանը օրը ցերեկով ստիպված է լինում հրաժարական տա մինչև ժամկետի ավարտը, հա, ինչի մասին է խոսքը։ Ուր էր մնացել, որ առավել քիչ պաշտպանված անձը անձեռնմխելիության տեսակետից նույնիսկ եմ կրկնում, չես համեմատի գլխավոր դատախազի ուրեմն անձեռնմխելիությունը եւ պաշտպանվածությունը մարդու իրավունքների պաշտպանի անձեռնմխելիության եւ պաշտպանվածության հետ։ Եթե նա չի անխոցելի, ոնց կարա գլխավոր դատախազը ուրեմն անխոցելի լինի։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ մենք զրուցում ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ նոր դատախազի նշանակման վերաբերյալ։ Արթուր Սաքունցի դիտարկմամբ, թեև Արթուր Դավթյանը պնդում է, որ ինքը խոցելի չէ, Արթուր Սաքունցը նկատում է, որ լավ էլ խոցելի է, հենց խոցելի է այն պատճառով, որ քաղաքական ճնշումներ կան եւ նա պետք է հենց քաղաքական, այսպես ասած, պատվերները կատարի եւ նա խոցելի է առաջին հերթին հենց Բաղրամյան 26-ի կողմից, որը որ եւ իր տեխնատությունը առաջադրել էր խորհրդարանին եւ խորհրդարանն էլ 97 կողմ ձայներով քվեարկել էր նրա օգտին։ Այսքանը, շնորհակալ եմ մեզ հետևելու համար։